Ալիևները Արցախում են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան բանալիներ են հանձնել բնակելի Նոր Թաղամասի բնակիչներին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Գյուղը վերանվանվել է Սուգովուշան Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո։ Այստեղ նաև մզկիթ են բացել։ Այսօր ավելի վաղ Ալիևները մասնակցել են նաև Սարսանգի ջրամբարից մինչև Ակնաբերդ ըստ ադրբեջանական աղբյուրի ու Մուդլու բնակավայր կառուցված ճանապարհի շահագործման հանձնման արարողությանը։ Բաքվի առաջնորդն ու տիկինը Արցախում նաև Նովրուզի կրակ են վառել։ Ուկրաինայում պատերազմն ավարտելու խաղաղ համաձայնագրի բաղադրիչների մեծ մասը արդեն համաձայնեցված են։ Truth Social սոցցանցի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված հեռախոսազրույցին ընդառաջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա հրադադարի ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը հղումանելով իր աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի սա հրադադարի համաձայնությունը ստորագրելու Պուտինի պարտադիր նախապայման։ Նույն աղբյուրները հայտնել են, որ Դաշնության նախագահի նվազագույն պլանն այն է, որ դադարեցվի գոնե ռազմական աջակցությունը Միացյալ Նահանգների կողմից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ այս նախապայմանի իրագործումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարի ընթացքում կվերազինվի։ Ավելի քան 400 զոհի մասին է հայտնում Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Իսրայելի կողմից վերսկսված ավիահարվածների հետևանքով նաև ավելի քան 500 հոգի է վիրավորվել։ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ հարվածներ հասցնելու հրաման է տվել, քանի որ հրադադարի երկարաձգման բանակցություններում որևէ առաջընթաց չկա։ Համաս խմբավորումը Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու համար։ Ձգտում էինք, որ հրադադարը երկարաձգվի, սակայն Իսրայելի վարչապետը նախընտրեց վերսկսել պատերազմը, հայտարարել է խմբավորումը տելեգրամյան ալիքում, հերքելով Իսրայելի հայտարարությունը, թե Համասը հարձակումներ էր ծրագրել իր զինվորների ուղղությամբ։ Գազայում օդային հարվածները վերսկսվել են գիշերը։ Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստի օրակարգում է Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանին աջակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Մարտին Դվորժակը։ Չեխիայի արտգործնախարարը նախորդին Եվրամիության գլխավոր դիվանագետների հավաքի ժամանակ էր բարձրացրել լրատվամիջոցին աջակցելու հարցը եւ նախաձեռնել հայտարարության նախագիծ, որում նշվում էր Եվրամիության կողմից Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանին աջակցելու հնարավորության մասին։ Մարտին Դվորժակը տեղեկացրել է երկուշաբթի երեկոյի դրությամբ Եվրամիության ևս 7 երկրներ են աջակցել այս նախաձեռնությանը՝ Ավստրիան, Գերմանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը եւ Բելգիան։